Ժամանակը մարդու կյանքում ամենաթանկ եւ ամենաարժեքավոր պարգևներից մեկն է։ Այն հնարավոր չէ պահել, վերադարձնել կամ գնել։ Ամեն անցնող վայրկյանը դառնում է անցյալ եւ այլևս չի կրկնվում։ Սակայն հաճախ մարդիկ ժամանակի արժեքը գիտակցում են միայն այն ժամանակ, երբ այն արդեն կորցրել են։ Ժամանակը հավասար է բոլորի համար։ Յուրաքանչյուր մարդ ունի նույն 24 ժամը, սակայն բոլորը տարբեր կերպ են օգտագործում այն։ Ոմանք իրենց ժամանակը ծախսում են ինքնազարգացման, կրթության, աշխատանքի եւ սիրելիների հետ պահեր ստեղծելու վրա, իսկ մյուսները այն վատնում են անիմաստ զբաղմունքների կամ հապաղումների մեջ։ Այդ ընտրություններն են, որ ժամանակի ընթացքում ձևավորում են մարդու ապագան։ Ժամանակի ճիշտ տնօրինումը պահանջում է պատասխանատվություն եւ նպատակասլացություն։ Երբ մարդը հստակ նպատակ ունի, նա սկսում է գնահատել յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր հնարավորությունը։ Նա հասկանում է, որ այսօր արված փոքր քայլը վաղը կարող է դառնալ մեծ հաջողության հիմք, իսկ կորցրած ժամանակը երբեմն կարող է նշանակել բաց թողնված հնարավորություն։ Միևնույն ժամանակ կարևոր է ոչ միայն աշխատել եւ ձգտել հաջողության, այլ նաեւ ապրել ներկա պահով։ Ժամանակի արժեքը ոչ միայն արտադրողականության մեջ է, այլ նաեւ հիշողությունների, ժպիտների եւ սիրո մեջ։ Մարդը, ով կարողանում է հավասարակշռել իր պարտականություններն ու հաճույքները, առավել լիարժեք կյանք է ապրում։ Այսպիսով, ժամանակը կյանքի չափանիշն է։ Այն սահմանափակ է, բայց ճիշտ օգտագործման դեպքում կարող է դառնալ հաջողության, երջանկության եւ ինքնաիրացման բանալին։ Ժամանակը գնահատել նշանակում է գնահատել սեփական կյանքը։